գործ ունենք քանդակագործը թողել է Արցախում իր քանդակները, իր նկարները։ Դա վերադարձի իրավունք է, որովհետև դա իր կյանքն է, իր անցած ճանապարհն է, իր ինքնությունն է։ Շուշիի գորգերի, ասենք, թանգարան, դա Արցախցու ինքնությունն է։ Շատ կարևոր կատեգորիա մարդու իրավունքների միջազգային իրավունք, դա վերադարձի իրավունք է։ Այսօր Հայաստանը ամբողջովին վտանգված է, քանի որ նրանք փաստորեն հրաժարվել են ամենամեծ երաշխիքից Հայաստանի անվտանգության, այն է Արցախից։ Հիմա մենք տարբեր հարթության մեջ ենք այսպես հայտնի։ Ես ուզում եմ դիմել արցախցիներին, աշխարհի որ կետում էլ որ նրանք լինեն, եթե իրեն գույք ունեն Արցախում, ցանկացած գույք, անպայման դիմեք միջազգային նացիաներ։ Մենք մեծ ընտանիք ենք խոսքի, 9 հոգանոց միտեղ ենք ապրում, 4 հոգանոց էլ միտեղ ենք ապրում։ Խոսքի որ բաժանում ենք, եկա մեծ ծախսերի հետ կախված բան է, որ մենք այսօրվա վրա այդ խոց փոքրաթիվ գոյատևելու այդ 40+10-ը իրոք մեծ այդ այսօրվա կարգավիճակում օգնություն է։ Խոսքը միայն Արցախի ժողովրդի իրավունքներին չի վերաբերում։ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի հիման վրա գանգատը Ադրբեջանի դեմ վերաբերում է բոլոր հայերի իրավունքներին։ Այն ինչ որ չի անում իշխանությունը պարտավոր է անել քաղաքացիական հասարակությունը կամ ես նախընտրում եմ ազգի սերուցք արտահայտությունը։ Իսկ գալով Արցախի ժողովրդի վերաբերյալ իրենց որոշումներին, նույն Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարությունները լեգիտիմ չէին։ Թե Հայաստան հրաժարվի միջազգային գործընթացներից պայմանով, որ այն ինչ որ կարելի է ստանալ այդ գործընթացներից, այդ մեխանիզմները պետք է ամրագրված լինեն խաղաղության պայմանագրում։ Եվ եթե մենք խաղաղության պայմանագրը բացում ենք, տեսնում ենք այնտեղ չկա, սա արդեն ճգնաժամ է։ Ունեք բոլոր հնարավորությունները մեղմացնելու ձեր մեղքերը։ Էդ էլ չեք անում։ Էդ էլ չեք անում ու դրա պատասխանն եք տալու։ Կգա ժամանակ, մենք որ ասում ազգովի, ոնց որ միշտ առաջվա ազգովի ենք հաղթանակներ ունեցել։ Այս իրավիճակում էլ ենք հաղթանակներ ունելու։ Կասնենք, այս ծանրություններն էլ կասնեի, մենք կդիմանանք դրան, բայց նորից եմ ասում, մեր արժանապատվության համար, մեր հայ լինելու համար միշտ պայքարելու ենք մենք։